Բարև ձեզ հարգելի ֆուտբոլասերներ, խաղային շաբաթը մեզ մոտ կրկին մեկնարկում է եւ տեսնում ենք հիմա այսօրվա առաջին խաղն է մեկնարկում մեզ մոտ, որտեղ միմյանց հետ մրցում են Մայնցը եւ Նապոլին։ Սա դիվիզիոնից հանդիպում է, Նապոլին իր առաջին հանդիպումը արդեն անցկացրել է, իսկ Մայնցը դիվիզիոնի մրցաշարում իր առաջին հանդիպումն է հիմա անցկացնում, տեսնենք թիմերը ինչպիսի հանդիպում կցուցադրեն, հիմա խաղը մեկնարկած է։ Հիմա անցնեմ թիմերի հայտարարություններին, Մայնցի դարպասը պաշտպանում է համար 1 Արտակ Համբարձումյանը, համար 4 Էրիկ Ներսիսյան, համար 7 Գեգամ Սարգսյան, համար 8 Հայկ Մկրտչյան, համար 9 Կարապետ Կիրակոսյան, համար 10 Դավիթ Պերիխանյան, համար 11 Նարեկ Սարգսյան, համար 16 Դավիթ Գևորգյան եւ համար 18 Արսեն Հովանիսյան։ Հիմա վտանգավոր է կա առաջին հարվածը այս խաղի, բայց բարձր հարվածեց, հիմա տեսնում ենք Մայնցի ֆուտբոլիստը կարծես թե Պերիխանյանն էր հարված կատարում։ Տեսնում ենք ակտիվ են մեկնարկել Մայնցի ֆուտբոլիստները, հանդիպումը հիմա վտանգավոր կարող է լինել, նորից գրովում է Մայնցը, Արսեն Հովանիսյան Փոխանցում հարված վտանգավոր էր, փրկում է իր թիմին, հիմա Նապոլիի դարպասապահ, երկրորդ հարվածը արդեն տեսանք Մայնցի կողմից, նորից շարունակվում է Մայնցը գրոհել, բայց այստեղ լավ կանխեց Կորյուն Մխիթարյանն այս փոխանցման ճանապարհը, բայց նորից շատ արագ խլում է գնդակը Մայնցը, Հովանիսյան փոխանցում Կիրակոսյան, բայց Կիրակոսյանից հիմա խլեցին գնդակը։ Տեսնում ենք մի փոքր չեն կարողանում դուրս գալ այս րոպեների ընթացքում իրենց կիսադաշտից Նապոլիի ֆուտբոլիստները։ Նապոլիի դարպասը պաշտպանում է համար 1 Թաթուլ Ենգոյանը, համար 2 Կարո Պողոսյան, համար 3 Կորյուն Մխիթարյան, համար 12 Դավիթ Վարդանյան, համար 13 Միքայել Արաբյան, համար 17 Ռուբեն Ալումյան, համար 18 Վահագ Արաբյան, համար 22 Էմանուել Պետրոսյան եւ համար 23 Նարեկ Պողոսյան։ Մխիթարյանն է շարժվում առաջ, փորձում է իր թիմի առաջին գրոհը այս խաղում սկսել, Ալումյան թողնում է թիմակցին գնդակը։ Առաջին տուրում նշեմ, որ Նապոլին անցկացրեց Միլանի հետ հանդիպում, որտեղ 6-1 հաշվով Նապոլին հաղթեց Միլանին, վստահ հաղթանակ տարավ Նապոլին եւ հենց մեկնարկային տուրում առաջին 3 միավորը վաստակեց այս մրցաշարում, իսկ Մայնցը առաջին տուրը բաց թողեց եւ արդեն երկրորդ տուրի խաղից է մեկնարկում այս մրցաշարը, որտեղ տեսնում ենք բաժին է հասել Նապոլին։ Տեսնենք այս դիմակայությունը ինչպես կավարտվի։ Հանգիստ այստեղ տեսնում ենք անցան կիսադաշտը Մայնցի ֆուտբոլիստները, հրաշալի փոխանցում Սարգսյան եւ կարծես թե առաջին անկյունային է այս խաղին վաստակում Մայնցը։ Տեսնենք այս ստանդարտը ինչպես կիրացնեն Մայնցի տղաները։ Սարգսյանն է գնդակի մոտ։
Սարգսյան փոխանցում Տուգանային հրապարակ հարված եւ փրկում է հիմա Ենգոյանը իր թիմին Հայկ Մկրտչյանի հարվածից հետո հրաշալի հարված կատարեց Մկրտչյանը, բայց ուղիղ Ենգոյանի վրա հարվածը գնաց հանգիստ վերցրեց գնդակը Ենգոյանը հիմա էլ Տուգանային հարված է վաստակում Մայցը վտանգավոր դիրքում Հովանիսյանի հետ պայքարում խախտեց խաղի կանոնները Էմանուել Պետրոսյանը Դուժողն է վերցրել գնդակը Անցած մրցաշարում տեսել ենք Հովանիսյանից հրաշալի գոլ էր հիմա հարված մի փոքր բարձր էր Արսեն Հովանիսյանի հարվածը եւ հարված կտեսնենք Ենգոյանի դարպասից 3 հարված տեսանք արդեն Մայցի կատարմամբ այս խաղում Դեռ Նապոլին չի անհանգստացրել Արտակ Համբարձումյանին այսօր լավ մրցաշար անցկացրեց Մայցը Winter Cup-ի շրջանակներում նրանք միայն փոքր լիգայի Իսայեզրափակչից լքեցին պայքարը Նորից տեսնում ենք Մայցն է գրում հերվից հարված բարձր էր հիմա Նարեկ Սարգսյանի հարվածը Դեռ մեկ գրող չենք տեսել այս պահին Նապոլիի կողմից Տեսնում ենք լավ են գործում Մայցի ֆուտբոլիստները Մեկնարկից հիմա Մայցն է նորից գրում Կիրակոսյան թողում է գնդակը Հովանիսյանին հարված փակեց այս հարվածի ճանապարհը Մխիթարյանը Պողոսյան հիմա շարժվեց կենտրոն Պողոսյանը թողնում է գնդակը թիմակցին լավ խաղարկումներ հիմա Նապոլիի ֆուտբոլիստների կողմից նորից Պողոսյան, բայց արագ խլեցին գնդակը նրանից Հովանիսյան շարժվում է առաջ այնտեղ ազատվել է թիմակից հրաշալի փոխանցում եւ պետք է գրավել հիմա դարպասը, բայց Դավիթ Պերիխանյանը այստեղ չկարողացավ ի վերջո հարված կատարել, այնտեղ խանգարեց Նապոլիի պաշտպանը նրան մի փոքր, բայց ուղղակի ոսկերչական փոխանցում կատարեց այստեղ Արսեն Հովանիսյանը Հիմա տեսնում ենք այս վերջին դրվագը ուսումնասիրելու է խաղի մրցավարը Տեսնում ենք խաղի մրցավարը իր որոշումը կայացրեց եւ 11 մետրանոց է հիմա նշանակում Նապոլիի դարպասին ի վերջո հպումբ կար Նապոլիի ֆուտբոլիստից այնտեղ Դավիթ Պերիխանյանին եւ խախտել էր խաղի կանոնները նրա այդ պայքարում Նապոլիի պաշտպանը եւ հիմա լավ հնարավորություն է ստացել Մայցը հաշիվը բացելու եւ Արսեն Հովանիսյանն է գնդակի մոտ Տեսնենք ինչպես կիրացնի այս 11 մետրանոցը Արսեն Հովանիսյանը հիմա սուլի չկա Հովանիսյանն ընդդեմ Ենգոյանի Հովանիսյան հարված եւ 1-0 հաշիվը բացված է մեզ մոտ Արսեն Հովանիսյան Արսեն Հովանիսյան 1-0 հանդիպման հաշիվը բացված է, չստացվեց գրողներից գոլեղենակ դառնալ Մայցին, հիմա ստացվեց ստանդարտից հաշիվը բացել եւ այդ մի շարք հարվածներից հետո ի վերջո կարողացավ հաշվի մեջ առաջ անցնել Մայցը, հիմա տեսնենք այս գոլից հետո Նապոլին ինչպես կպատասխանի
բայց այս պահին 10-րդ րոպեի դրությամբ շատ մեծ առավելություն ունի Մայնցը թե տարածքային, թե հարվածների առումով այս պահին ոչ մի հարված չի կատարել Նապոլին, նորից տեսնում ենք Մայնցն է անցել գրոյի, Սարգսյան փափուկ փոխանցում դեպի Հովհաննիսյանը, հեռացված է գնդակը։ Սարգսյանն է խլում գնդակը։ Հովհաննիսյան նորից Մայնցն է անցել գրոյի, փոխանցում Պերիխանյան, Հովհաննիսյան արված 2-0 դուբլի հեղինակ է դառնում Արսեն Հովհաննիսյանը եւ կրկնապատկում է իր թիմի առավելությունը։ Արսեն Հովհաննիսյան 2-0 արդեն 2 գոլ է առավելություն է ստանում Մայնցը Նապոլիի նկատմամբ, դուբլ է գրանցում իր հաշվին Հովհաննիսյանը։ Կարծես թե շատ բարդ է լինելու այսօր Նապոլիի համար, դեռ տեսնում ենք նրանք ոչ մի հարված չեն կատարել Համբարձումյանի դարպասին, նորից տեսնում ենք Մայնցն է գրոհում, հարված վտանգավոր էր, բայց Մկրտչյանն է հարվածը շեղեր այստեղ։ Փորձում է գրող կազմակերպել Նապոլին, լավն էր այստեղ փոխանցումը Ալումյանի, հիմա տեսնենք և անկյունային է ի վերջո վաստակում այստեղ Նապոլին։ Սխաղի առաջին ստանդարտը Նապոլիից հիմա արագ խաղարկեցին գնդակը։ Հարված փակեցին այստեղ հարվածի ճանապարհը Մայնցի պաշտպանը և այստեղ խախտել էր խաղի կանոնները, կարծես թե Նարեկ Պողոսյանը Համբարձումյանի պայքարում։ Առաջի հարվածը կատարեց այս խաղում Նապոլին, նորից շարունակում է գրոհել Նապոլին, Ալումյան, տեսնենք, հարված, բայց շեղեր։ Ռուբեն Ալումյանի հարվածը։ Փորձում են ակտիվանալ Նապոլի ֆուտբոլիստները հիմա։ Նապոլին է անցել գրոհին։ Պողոսյան խաղարկեց Մխիթարյանի հետ, Մխիթարյան ուղարկում է գնդակը կենտրոն դեպի Ալումյանը։ Հարաբյան հրաշալի տեսավ այստեղ թիմակցին, բայց հիմա Մայնցը խլում է գնդակը, փոխանցում Կարապետյանին, ներողություն Կիրակոսյանին, հարվածը փակեցին այստեղ Կիրակոսյանի մի փոքր ուշացրեց այստեղ փոխանցել թիմակցին։ Կարապետ Կիրակոսյանը, հիմա Էրվից հարված Սարաբյանի կողմից, բայց նորից շեղ էր Նապոլիի հարվածը։ Մայնցն է անցել գրոհի, Սարգսյան ձախ-եզրում է փոխանցում։ Հիմա լավ գործեց այստեղ Դավիթ Վարդանյանը պաշտպանությունում։ Առաջին խաղակեսի միջնամասն է մեզ մոտ 2-0 հաշվով այս պահին Մայնցը հաղթում է Նապոլին, 2 գնդակներն էլ հեղինակել է Արսեն Հովհաննիսյանը։ Նապոլին է անցել գրոհի, Արաբյան երկար փոխանցում և այստեղ փրկում է իր թիմին Արտակ Համբարձումյանը, նորից տեսնենք անկյունային հարված Մայնցի դարպասին։ Փոխանցում Տուգանային հրապարակ, Հովհաննիսյանն է հեռացնում գնդակը, բայց շարունակվելու է գրոհը Նապոլի, Մխիթարյան թողնում է գնդակը թիմակցին և այստեղ լավ գործեց հիմա Պերիխանյանը և խլեց գնդակը։ Այլ
այստեղ նա սխալվեց, հիմա Նապոլին կարող էր լավ եզրափակում ունենալ, բայց հետ վերադարձեց գնդակը, Մխիթարյան Արաբյանի հետ կենտրոնում է հերվից հարված և ուղիղ Համբարձումյանի վրա հարված է հիմա Արաբյանը երկար նետում Համբարձումյանից դեպի Հովանիսյանը, բայց Դավիթ Վարդանյանը նորից հաջող գործեց պաշտպանությունում Փոքր ակտիվացավ, տեսնում ենք Նապոլին այս մի քանի րոպեների ընթացքում հիմա էլ Մխիթարյանն է սխալվում, բայց հիմակիցը շտկեց Մխիթարյանը սխալը Մխիթարյան կենտրոնում է հիմա, հայտնվել Մխիթարյանը և Դուգանային է վաստակում այստեղ Նապոլին Արաբյանն է գնդակի մոտ Տեսնենք այս ստանդարտը ինչ կտա Նապոլին Ցավարի սուլի չկա Վահագ Արաբյան հարված և հիմա դարպասաձողն է փրկում Մայնցին Այնտեղ Կարո Պողոսյանը կարծես թե հարված կատարեց փափուկ փոխանցում տեսանք Վահագ Արաբյանի կողմից այս սա կարծես թե տնային աշխատանք էր Նապոլիի խաղացողների կողմից հիմա շարունակում է նորից Նապոլին գրոհել Փոխանցում Արաբյանին լավ անցում հարված փակում է հիմա հարվածի ճանապարհը Հայկ Մկրտչյանը և հիմա էլ խաղայկանները խախտում է այստեղ Արսեն Հովանիսյանի հետ պայքարում Վահագ Արաբյանը Երկու 18 համարների պայքարում այստեղ հաղթեց Վահագ Արաբյանը, բայց հայկանների սահմաններում չէր այդ հաղթանակը, այսպես ասած հիմա խոտածածկին է Արսեն Հովանիսյանը տեսնում ենք Այս ամեն ինչ կարգին է Հովանիսյանի մոտ կանգնեց Հովանիսյանը և շարունակվելու է հանդիպումը Սխալվեց այստեղ Բերիխանյանը, բայց շտապում է հիմա Միքայել Արաբյանը այստեղ Կարակ վերադարձեց գնդակը Նապոլին, Կորյուն Մխիթարյան փոխանցում Արաբյանին Արաբյանը հարված Սարգսյանն է փակում այս հարվածի ճանապարհը Սարգսյանը այնտեղ լավ տեսավ հիմա Հովանիսյանին կենտրոնում է Արսեն Հովանիսյանը Հովանիսյան Առանցքի շուրջ պտտվեց և ի վերջո փոխանցեց Բերիխանյանին գնդակը Հանգիստ խաղարկումներով փորձում են շարժվել առաջ Մայնցի տղաները Բարսումյան փոխեց գրոյի եզրը Արսեն Հովանիսյանը այսօր ամեն դիրքում տեսնում ենք նրան Սարգսյան ձախ եզրով շարժվում է առաջ հիմա Գեղամ Սարգսյանը և անկյունային է վաստակում այստեղ Մայնցը Տուգանային հրապարակ Հովանիսյանը արված Մխիթարյանին վերջին պահին դիպչեց գնդակը շարունակում է Մայնցի գրով Սարգսյան փոխանցում փակված է այս փոխանցման ճանապարհը
Ուշքու հարված տեսանք Հովանիսյանից, բայց լավ փակեց այդ հարվածի ճանապարհը կորյուն Մխիթարյանը։ 5 րոպե մնաց առաջին կեսի ավարտին, 2-0 հաշվով այս պահին հաղթում է Մայնցը Արսեն Հովանիսյանի դուբլի շնորհիվ։ Տեսնում ենք հերթական գրողներից մեկն է սկսել այստեղ Նապոլին, երկար փոխանցում Արաբյանին, Արաբյան, բայց վերջին պահին Սարգսյանն է հեռացնում գնդակը, նորից անկյունային կտեսնենք Մայնցի դարպասին։ Պողոսյանն է գնդակի մոտ։ Տոնում է գնդակը թիմակցին, Արաբյանը խաղարկեց Պողոսյանի հետ, բայց խլեց հիմա գնդակը Դավիթ Պերիխանյանը և նետվում հակագրոհի փոխանցում հիմա լավ գործեց Մխիթարյանը պաշտպանությունում և հիմա խլեց Նապոլին գնդակը նորից տեսնում ենք Ալումյան, հենց նրա այդ պայքարում Մկրտչյանը լավ գործեց Սարգսյան, Մկրտչյանին, Մկրտչյան նրա դեմ պայքարում է Արաբյանը և համար պայքարում ի վերջո հաղթեց Մկրտչյանը այստեղ, բայց արագ վերադարձում է Նապոլին իր մոտ գնդակը ու արագ կորցնում Պերիխանյան շարժվում է առաջ, հրաշալի փոխանցում և Կարո Պողոսյանը հիմա պաշտպանությունում լավ գործեց նորից։ Նապոլին է նորից անցել գրոհի, Արաբյան հարված փակեցին այս հարվածի ճանապարհը։ Պապուկ փոխանցում Գևորգյանն է հեռացնում Հովանիսյան այստեղ պահեց իր մոտ գնդակը Արսեն Հովանիսյանը և շարունակվում է հիմա պայքարը նորից Հովանիսյան Հովանիսյան տեսնում ենք Հովանիսյանը պահում է իր մոտ գնդակը, խաղանկերներ է փնտրում, չուղարկեց գնդակը Սարգսյանին Պերիխանյան, բայց ուժեղ էր հիմա Դավիթ Պերիխանյանի փոխանցումը Նապոլին է նորից անցել գրոհի Ալումյանը հետ ուղարկեց գնդակը Մխիթարյանին Առաջին կեսի երկրորդ հատվածում տեսնում ենք մի փոքր ակտիվ են Նապոլիի տղաները բայց դեռ չեն կարողացել Համբարձումյանի դարպասը գրավել Փոխանցում և անհաջող էր այս
Փոխանցումը Կորյուն Մխիթարյանի եւ վեր, սիրելի բարեկամներ, առաջին խաղակեսը ավարտված է 2-0 հաշվով։ Մայնցը հաղթում է Նապոլիին Արսեն Հովհաննիսյանի դուբլի շնորհիվ։ Հիմա կարճ դադար կվերադառնանք մի քանի րոպեից։ Սիրելի բարեկամներ, վերադարձանք, երկրորդ խաղակեսը մեկնարկեց մեզ մոտ եւ առաջին կեսից հետո Մայնցը հաղթում է 2-0 հաշվով Նապոլիին Արսեն Հովհաննիսյանի դուբլի շնորհիվ։ Լավ առաջին խաղակես ստացվեց մեզ մոտ, մի փոքր առավելություն ուներ Մայնցը ի վերջո Նապոլիի նկատմամբ։ Հիմա տեսնենք այս խաղակեսը ինչպես կանցկացնեն թիմերը։ Հիմա արագ վերհիշենք թիմերի հայտարարությունները։ Մայնցի դարպասը պաշտպանում է համար 1 Արտակ Համբարձումյանը, համար 4 Էրիկ Ներսիսյան, համար 7 Գեղամ Սարգսյան, համար 8 Հայկ Մկրտչյան, համար 9 Կարապետ Կիրակոսյան, համար 10 Դավիթ Պերիխանյան, համար 11 Նարեկ Սարգսյան, համար 16 Դավիթ Գևորգյան եւ համար 18 Արսեն Հովհաննիսյան։ Նապոլիի դարպասը պաշտպանում է համար 1 Թաթուլ Բիենգոյանը, համար 2 Կարո Պողոսյան, համար 3 Կորյուն Մխիթարյան, համար 12 Դավիթ Վարդանյան, համար 13 Միքայել Արաբյան, համար 17 Ռուբեն Ալումյան։ Հիմա վտանգավոր կարող է լինել արվոց, հիմա ինչպիսի դիրքից է Միքայել Արաբյանը ուղղակի շեխ հարվածում, հենց երկրորդ խաղակեսի մեկնարկում իրական պահը կորցրեց Նապոլին, կարող էր Միքայել Արաբյանը կրճատել մի փոքր հանդիպման հաշիվը, բայց չստացվեց։ Համար 17 Ռուբեն Ալումյան, համար 18 Վահագ Արաբյան, համար 22 Էմանուել Պետրոսյան եւ համար 23 Նարեկ Պողոսյան։ Տեսնում ենք այս խաղակեսի առաջին հարվածը, տեսանք արդեն Միքայել Արաբյանը կատարեց, բայց շատ շեխ հարվածեց նպաստավոր դիրքից։ Նորից Նապոլին է անցել գրոյի, տեսնում ենք ակտիվ են մեկնարկել երկրորդ խաղակեսը, փորձում են արագ կրճատել հաշիվը նորից Միքայել Արաբյան, բայց ուղիղ Համբարձումյանի վրա հարված կատարեց հիմա էլ Միքայել Արաբյանը, արդեն երկրորդ հնարավորությունը այս խաղակեսում Արաբյանի կողմից, երկուսն էլ չիրացրեց, բայց նորից անցել է գրոյի Նապոլին։ Հիմա Ռուբեն Ալումյան փոխանցում, Գևորգյանն այնտեղ հեռացնում գնդակը։ Ալումյան խաղում է թիմակից հետ, նորից Ալումյան։ Հիմա էլ Արաբյանն է սխալվում անմեր իրավիճակում, կարող է հիմա հակագրոյել Մայնց հրաշալի փոխանցում Պերիխանյանից Հովհաննիսյանին, Հովհաննիսյան, բայց Մխիթարյանը հիմա հրաշալի է գործում ուղղակի պաշտպանությունում եւ եզրային նետում վաստակում այստեղ։ Պողոսյանն է հիմա շարժվում առաջ, բայց առաջ թողեց գնդակը, կարծես թե բայց կարողացավ այս իրավիճակում եզրային նետին վաստակել։ Արաբյանի փոխանցում այստեղ անհաջող էր, Սարգսյան, երկար փոխանցում դեպի Հովհաննիսյանը, փոխանցում, բայց չկարողացավ հիմա ֆիքսել այստեղ գնդակը Էրիկ Ներսիսյանը։ Արաբյան հրաշալի անցում, հիմա աջ եզրում ազատվել է Կարո Պողոսյանը, բայց փոխում է գրոյի եզրը Արաբյանը, Ռուբեն Ալումյան։
խաղում են գնդակը Նապոլի տղաները այստեղ եւ խլեց գնդակը Արագ Մայցը Ներսիսյան փոխանցում, բայց Ղարաբյանն է լավ գործում հիմա էլ պաշտպանությունում, երկար փոխանցում, մի փոքր ուժեղ ստացվեց Ղարաբյանի փոխանցումը թիմակցին Սարգսյանն է հիմա երկար փոխանցում կատարում Հովանիսյանին եւ Ենգոյանը ի վերջո ֆիքսեց գնդակը այստեղ եւ շատ արագ վերադարձեց գնդակը Մայնցը հիմա Արագ գոլ չտեսանք այս խաղակեսում բայց մի փոքր ակտիվ են հիմա Նապոլիի ֆուտբոլիստները գործում Մայնցն է անցել գրոյի Պերիխանյան խլեցին նրանից գնդակը Ղարաբյան կենտրոնում է տեսնենք ինչ կմտածի Արաբյանը թողնում է գնդակը Պողոսյանին Պողոսյան փոխանցում Միքայել Արաբյանին աչեզրում է Արաբյանը Մյուս Արաբյանին Ղարաբյան հարվածը փակեց Պերիխանյանը այստեղ Արաբյանի Հովանիսյան տեսնում ենք խառը իրավիճակ է ուղղակի այստեղ իմ հրաշալի անցում Նապոլիի ֆուտբոլիստի կողմից Նարեկ Պողոսյանն էր այնտեղ լավ գործում հիմա հարված Արաբյանի հարվածը փակեց հիմա այստեղ Մայնցի պաշտպանը եւ անկյունային է լինելու ի վերջո Մայնցի դարպասին Արկում է այստեղ Նապոլին անկյունային է փոխանցում եւ Ինչպիսի դիրքից նորից շեղ է հարվածում Միքայել Արաբյանը Լավ փոխանցում կարող Պողոսյանից տեսանք դեպի Միքայել Արաբյանը, բայց նորից Արաբյանը շեղ է հարվածում Փոխում է Մայնցը հերթական գրողներից մեկը սկսել Նարեկ Սարգսյան փոխանցում Պերիխանյանին, Պերիխանյան եւ սխալվում է հիմա Դավիթ Պերիխանյանը, Միքայել Արաբյան բայց Արաբյանն էլ այստեղ սխալվեց փոխանցում կատարելիս Սիսյանն է շարժվում առաջ, Հովանիսյանին է թողնում գնդակը, Արսեն Հովանիսյան լավ խաղարկում Մկրտչյանի հետ, Մկրտչյան և սխալվեց ի վերջո Մկրտչյանը, բայց արագ խլեց հիմա Մայնցը գնդակը, Պերիխանյան հրաշալի անցում, չեզրում է Պերիխանյանը, փոխանցում, Պողոսյանն է հեռացնում գնդակը, հիմա կարող է հակագրոհել Նապոլին Արաբյան կենտրոնում է Կար փոխանցում դեպի Միքայել Արաբյան Համբարձումյանը դուրս եկավ եւ հեռացրեց գնդակը շատ վտանգավոր էր նորից Մայնցի դարպասին նորից Նապոլին է գրոհում Միքայել Արաբյան Տեսնում ենք վտանգավոր դիրքում Տուգանային է վաստակել Նապոլին Գնդակի մոտ Վահագ Արաբյանն է Տեսնենք հիմա ինչ կմտածի Արաբյանը Սուլի չկա Արաբյան հարված մի փոքր շեղությամբ անցավ Արաբյանի հարվածը այստեղ
Մայնցն է փորձում անցնել գրոյի, բայց արագ խլեց Նապոլին գնդակը։ Արաբյան հրաշալի փոխանցում, տեսնենք հիմա Վարդանյանը, բայց չհասավ այս գնդակին։ Ոչ, այնտեղ Վարդանյանը չէր, Պետրոսյանն էր ձախ եզրում։ Մի փոքր տեսնում ենք այս րոպեների ընթացքում խաղի տեմպը ընկավ 10 րոպե անցավ երկրորդ խաղակեսից 2-0 հաշվով այս պայն հաղթում է Մայնցը Նապոլին Հովհաննիսյանի դուբլի շնորհիվ երկար փոխանցում Հովհաննիսյանին ուղարկեց Պերիխանյանին Վտանգավոր են գործում այստեղ այցի ֆուտբոլիստները նորից Նապոլին է անցել գրոյին Պողոսյան հարված Համբարձումյանը վերցրեց գնդակը երկար նետում նորից ստեղ բայց Մխիթարյանն է հիմա հաջող պաշտպանությունում գործում Նապոլին է անցել գրոյի Արաբյան հարված բարձր է Արաբյանի հարվածը Մայնցն է անցել գրոյի Ներսիսյանը շարժվում է առաջ աչեզրով փոխանցում բայց անհաջող էր այս փոխանցումը Պողոսյան հրաշալի են գործում այստեղ Նապոլի տղաները հրաշալի փոխանցում հիմա Արաբյան տեսնենք Հալումյանը հարված դարպասածողին է Ռուբեն Հալումյանը հարվածում նորից լավ հնարավորությունը ձեռքից բաց է թողնում Նապոլին Այդտեղ հրաշալի փոխանցում էինք տեսել Արաբյանի կողմից բայց չկարողացավ Հալումյանը եզրափակել ուղղակի այս գրոհը ուղղակի այս հնարավորությունները պետք է օգտագործել Մայնցն է անցել գրոյի Հովհաննիսյան ձախ եզրում է այնտեղ երկու ֆուտբոլիստ են նրա դեմ պայքարում եւ ի վերջո Տուգանային է վաստակում Արսեն Հովհաննիսյանը այստեղ չկա, Պերիխանյանն է գնդակի մոտ, Դավիթ Պերիխանյան փոխանցում Տուգանային հրապարակ, հեռացված է գնդակը Փոխանցում Պերիխանյանին Պերիխանյան, հարված և Ենգոյանը հեռացրեց գնդակը այստեղ համարվում է գնդակը մնալ Մայնցի մոտ Պողոսյանն է հրաշալի գործում պաշտպանությունում լավ համագործակցություն Հալումյանի ու Պողոսյանի կողմից Պողոսյանը շարժվում է առաջ աչեզրում է Ռուբեն Հալումյանը և պահեց գնդակը կարծես թե ոչ դուրս էր եկել դաշտի սահմաններից և հարված կտեսնենք Համբարձումյանի դարպասից
կար փոխանցում դեպի Հովանիսյանը, պայեց գնդակը իր մոտ Արսեն Հովանիսյանը։ Կրչյան, բայց առաջ թողեց գնդակ հիմա։ Ոչ Նարեկ Սարգսյանն էր այնտեղ։ Նորից մայցն է անցել գրոյի Հովանիսյանը արված շեղ էր Արսեն Հովանիսյանի արված այստեղ։ Մխիթարյանն է անմեղ իրավիճակում այստեղ սխալվում։ Հովանիսյան պայծ իր մոտ գնդակը Արսեն Հովանիսյան։ Մենք ինչ կմտածի Մայնցի ֆուտբոլիստը այստեղ, թողնում է գնդակը Բերիխանյանին։ Խանյան փոխանցում Տուգանային հրապարակ հեռացված է գնդակը։ Լավ է հիմա գործում այստեղ Արաբյանը եւ նետվում հակագրոյի Արաբյան ձախեցնում է փոխանցում Արաբյանին եւ Համբարձումյանը վերցնում է գնդակը, երկու արաբյանները չկարողացան այստեղ գրո գոլի վերացել։ Այլ մայցն է անցել գրոյի Արսեն Հովանիսյան նորից բարձր է արվածում Արսեն Հովանիսյանը։ Նորից մայցն է անցել գրոյի Ներսիսյան արված և գոլ 3-0 Երիկ Ներսիսյան 3-0 մի փոքր մեծացրեց իր առավելությունը մայցը, տեսնում ենք և արդեն 3 գոլ է առավելություն է ստացել այս խաղում, հրաշալի գրով կազմակերպեց մայցը և հրաշալի գոլ հեղինակ դարձավ Ներսիսյանը, նորից Արաբյանը հարվածեց, բայց բարձր էր վերջինիս հարվածը, տեսնում ենք, որ այսօր մի փոքր չի ստացվում լավ եզրափակում կատարել Նապոլիի ֆուտբոլիստների մոտ իրենց հնարավորությունները չեն կարողանում գոլի վերացել, նորից Նապոլին է անցել գրոյի, Արաբյան թողնում է Վահագ Արաբյանին, հրաշալի անցում արված Բերիխանյանն է փակում այս հարվածը Բերիխանյան համար պայքարում խլեց գնդակը Դավիթ Բերիխանյանը Կորցրեց շատ արագ Բերիխանյանը, հիմա խառը իրավիճակ է, տեսնում ենք այստեղ կարողացան գնդակը ուղարկել առաջ և հիմա նետվում է գրոյի նորից Մայցը, Ներսիսյան խլեցին նրանից գնդակը
ուղղությամբ Կարո Պողոսյան, աչեզրում է Պողոսյան, մտնում է Տուգանային հրապարակ, փոխանցում եւ հիմա եզրափակող չկար այս փոխանցմանը, լավ փոխանցում կատարեց Պողոսյանը, հիմա էլ կարող է Mainz-ը հարկագրոել, բայց Պերիխանյանի փոխանցումը անհաջող էր, Նապոլին է նորից անցել գրոյի, Գարաբյան երվից արված, հիմա հրաշալի սեյվի հեղինակ դարձավ Արտակ Համբարձումյանը եւ անկյունային կտեսնենք Mainz-ի դարպասին։ Արագ խաղարկեցին այստեղ գնդակը, Մխիթարյան, ողում է գնդակը Պողոսյանին, Պողոսյան խաղարկեց Արաբյանի հետ նորից Արաբյան հարված եւ մի փոքր բարձր է հիմա էլ Վահագ Արաբյանի հարվածը փորձում են Նապոլիի ֆուտբոլիստները այսօր հեղինակության գնդակը խփել, բայց չի ստացվում դեռ նրանց մոտ արդյունքի հասնել Նապոլին է անցել գրոյի, Արաբյան նորից երվից հարված, բայց Գևորգյանն է հիմա էլ փակում այս հարվածի ճանապարհը, նորից անկյունային կտեսնենք Mainz-ի դարպասին։ Խաղարկել են հիմա նորից անկյունայինը, փոխանցում Տուգանային հրապարակ շրջադարձ հարված կատարեց հիմա Միքայել Արաբյանը, բայց բարձր էր Արաբյանի հարվածը։ Փոխանցում հիմա Ներսիսյանի ուղղությամբ, Ներսիսյանը աչեզրում է, շարժվում է առաջ, փոխանցում եւ հիմա շատ անհաջող գործողության դիմեց Էրիկ Ներսիսյանը։ Նապոլին է նորից անցել գրոյի, Միքայել Արաբյան, անցումը չստացվեց Արաբյանի այստեղ։ Շատ քիչ ժամանակ է մնացել հանդիպման ավարտին։ Պերիխանյան հրաշալի փոխանցում Ներսիսյանին, բամ է գնդակը Mainz-ը, Հայկ Մկրտչյան, հիմա փոխանցում, բայց վերցնում է գնդակը Ենգոյանը եւ արագ նետում կատարում, Պողոսյան, փոխանցում մյուս եզր Արաբյանին, պահեց գնդակը Միքայել Արաբյանը, հարվածը Արաբյանի այստեղ թույլ էր եւ վերցնում է գնդակը Արտակ Համբարձումյանը, նա չի շտապի Mainz-ը երկար նետում նորից Համբարձումյանի կողմից, Խանյան փոխանցում Սարգսյանին, Սարգսյան շարժվում է առաջ, անհաջող է Տարիկ Սարգսյանի փոխանցումը։ Եվ վեր սիրելի ֆուտբոլ ասերներ, խաղն ավարտված է Mainz-ը 3-0 հաշվով, հաղթում է Նապոլին եւ իր առաջին խաղում առաջին միավորները վաստակում, Նապոլին էլ իր առաջին պարտությունն է կրում այս մրցաշարում, հիմա մեզ մոտ կարճ դադար է, կվերադառնանք մի քանի րոպեից։